Ես չգիտեմ այս խոսքը ոնց կոչեմ, չեմ ուզի, որ որևէ մեկը այս խոսքի մեջ տեսնի մեղադրանք, հանդիմանություն կամ նախատիկ, այս խոսքը սրտի ցավ է, որ ես հիմա պիտի խոսեմ, իմ սիրտը ցավում է, շատ է ցավում իմ սիրտը եւ ուզում եմ խոսել։ Ինչի համար է ցավում, շատ բաների համար, նաեւ ցավում է նրա համար, որ ես ձախողված քահանա եմ։ Ինչի ձախողված քահանա, որտեվ ըստեղ հանդեղ պատերի տակ, չգիտեմ այդ համացանցերում բաներում լավ բաներ է գրում, բայց իրականի մեջ ստից խոսքեր է, քուչ խոսքեր է։ Ինչի համար է քուչ խոսքեր, ասեմ։ Երեք չառաջ օրը բոլորը գիտեք ինչ է կատարվել եւ բոլորդ նույն վարքյանին իմացաք։ Հա? Քանի հոգի եկավ կանգնել իմ կողքին։ Քանի հոգի զանգեց, ասեց Տեր հայր, ինչ է կատարվում, ոնց ես, ինչ է եղել այդտեղ։ Զերո գրեթե։ Մի քանի տղաներ մեր եկեղեցուց։ Մնացածը անտարբեր։ Արցախ հանձնեցինք ամբողջ ազգով անտարբեր։ Անցած տարի կաթողիկոսին խայտարակ ձևով թույլ չտվեցին գնալու Սարդարապետ ամբողջ ազգը անտարբեր։ Այսօր հարձակվել են վեհարանի վրա զինված հրոսակները, հրոսակ են որտեղ դրանք, ամբողջ ազգը անտարբեր։ Հետո մինչև ուր, մինչև երբ պիտի գնանք։ Ինչ պիտի լինի։ Ինչ պիտի լինի, հաջորդը ինչ պիտի լինի։ Բոլոր անտարբեր չեն, այդ ամբողջ ազգը մեծամասնությանն եմ ասում։ Հենց նույն գիշեր Մոսկվայից մեր եղբայրները, քահանա եղբայրները թռան եկան հասան։ Աշխարհի տարբեր տեղ մարդը ստեղ ժամանակ չունի, չի կարա իր գործը թողնի, գահասնի մայր։ Եթե տանդ վրա հարձակվեն, ամեն ինչ չես թողնի գնաս տունդ պաշտպանելու։ Ուրեմն մայրաթորը ձեր տունը չի։ Ուրեմն էջ միածինը, որի տոնը անցած կիրակի տոնում ենք, մեր տունը չի։ Մեր համար հարազատ չի, մեզ համար սրբություն չի։ Այսօր մենք դառել ենք վայ ազգ եւ վայ ժողովուրդ։ Ինչի՞, ես հիմա մի բան հիշեցի։ Սրանից մի քանի տարի առաջ այդպիսի խոսակցություն կար, խոսակցություն տարածվեց, այսինքն նպատակ կար, ուրեմն որ քանի որ կոմունիստական շրջանում, բոլշևիկյան շրջանում շատ նեղություններ են տվել հավատքին եկեղեցում, բերեք ինչ որ բաներով դրանց փոխարեն ապաշխարենք։ Կինո Մոսկվայի տեղը եղել է հոյակյալ մեծ եկեղեցի։ Հիմա չէին առաջարկում կինո Մոսկվան քանդել, այլ կինո Մոսկվային կից Թումանյան փողոցի վրա կա մի հատ շինություն, որը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի օգտագործում, ինքը ոչ մի արժեք իրանից չի ներկայացում։ Բետոնից ինչ որ sense բաներ է, նստատեղեր է, որը կոչվում է կինո Մոսկվայի ամառային դահլիճ, երևի ոմանք եղել են այնտեղ երբևէ։ Հա? Եվ ասեցին բերեք եւ ամառային դահլիճը տանք, էդի տվեք դրա փոխարեն մի փոքրիկ եկեղեցի կառուցենք՝ ի նշան ապաշխարության, բա ամբողջ հոյակերտ եկեղեցին քանդել ենք, տեղը մի հատ կինոթատրոն ենք կառուցել։ Հիմա դրա փոխարեն մի հատ փոքրիկ եկեղեցի է, գոնե այդ տեղում հիշատակ դրա, որ մենք փոշմանել ենք մեր հայրերի արածի համար։ Եվ չակերտավոր մտավորականությունը մինենց աղմուկ բարձրացրեց, մինենց բան բարձրացրեց, ոնց որ թե չգիտեմ ինչ էին քանդելու։ Երկու հատ բետոնից կոնստրուկցիա է, այնտեղ ուրիշ ոչ ճարտարապետություն կա, ոչ պատմություն ունի, ոչ մի բան չունի այդ կառույցը։ Ոչ էլ պետք է որևէ մեկին, որտեղ չի էլ օգտագործում այդ կառույցը։ Անենց մի հատ վայրահաճություն բարձրացին, սա այդ կառույցի համար չէր։ Սա մեր մտավորականության եւ մեր ժողովրդի դեմքն է, մտածումն է, վերաբերմունքն է հանդեպ եկեղեցին։ Էսա։ Իսկ ճշմարիտ մի մտավորական իմ լավ բարեկամը Աստված հոգին լուսավորի մի քանի տարի առաջ նշեց, ինձ գիտեք ինչ ասեց, Արմեն Սաֆարյանը, տեխնիկային գործիչների միության նախագահ միջազգային։ Արմեն Սաֆարյանն ասեց, Տեր հայր, որ ինձ ասեն, Արմեն, գալիս ենք տունը քանդենք, տեղը եկեղեցի կառուցենք, ես ուրախությունից սիրտս կպայթի։ Գիտեք, ուր են գնում սենց այս ժողովուրդ, ուր պիտի հասնենք սենց այս ժողովուրդ, ուր պիտի հասնեն, զինված եկել են մայրաթորի վրա, և եկան եպիսկոպոսներից մեկին տարան, հետո, գիտեք ինչ հիշեցին,
որ աղվեսը գալիս ասում է, «Էս ծառնիմնա, էս ծառնիմնա, էսով է եկել տիրացել թաքուն, այ դու կկու հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու մի հատը ցած գցիր, առավ գնաց։ Մի սրբազանին տարավ, հետո եկավ մյուս սրբազանին տարավ, Սամվել Կարապետյանին հաջորդ ում պիտի տանի։ Հերթով, մինչև, բա երբ պիտի գա այդ շունը, որ այդ աղվեսին պիտի խեղդի։ Այդ չարը պիտի վերջ ունենա, չարը անընդհատ պիտի չշարունակի իր գործը, ժողովուրդ ջան։ Բայց խնդիրը այն է, անկասկած, այդ շունն էլ կա, խեղդողն էլ կա, այդ ամեն ինչը կլինի, որտեղ անհնարին է, որ չարը մնա հարատևի։ Բա մենք ինչ պետք է անենք։ Մենք կողքից դիտողի դերում ենք, հա, Facebook-ներում եւ համացանցում լայք անողի դերում ենք, ուրիշ ոչ մի բան։ Հələ նստենք, տեսնենք, հեսա կես ժամ հետո, 10 րոպե հետո ինչ եղավ, ում տարան, ում բերեցի, բա մենք։ Հետո, բա մենք ով ենք։ Ինձ եմ ասում, ու ձեզ եմ ասում, ու բոլորիս եմ ասում։ Այս մտահոգությունն է, այս ցավը մեր վիճակի համար, այսինքն մեզ համար ոչ մի արժեք չկա, մեզ համար ոչ մի սրբություն չկա, գիտեք վաղ ինչ անելու, սենց էլ գալու են մտնեն մեր տները, ու մենք անտարբեր գտնվենք, գալու են պարծեն մեր օջախները, ու մենք անտարբեր գտնվենք, գալու են մեր երեխեքին գողանան մեզանից, ամեն առումով, թե ֆիզիկական, թե հոգևոր, թե մտավոր, թե ամեն առումով, ու մենք անտարբեր գտնվենք, հետո ինչ պիտի լինի, ուր պիտի գնանք, պիտի ստապվենք, ժողովուրդ ջան, պիտի ստապվենք։ Եթե մենք մեր սրբություն սրբոցը, Աստծո տունը, Քրիստոսի իջած վայրի նկատմամբ նախանձավորություն չունենք, ակնածանք չունենք, ուրիշ բան ասեմ, շատերը կարող ասեն, գիտես Տեր այդ գալը անիմաստ են, մենք աղոթում ենք տանը, լավ այդ աղոթողներն էլ ուրիշ բան եմ ասում, բա ուր եք այսօր, աղոթողներ, այսօր պիտի եկեղեցիները պայթեին, ի պատասխան այդ քայլի, ուր եք այսօր, եկեղեցում էլ մարդ չկա, ուրեմն մեզ պետք չի թերևս եկեղեցին, քահանան, հավատքը, քրիստոնեությունը, միգուցե արդեն սրանք մեզ համար անիմաստ հնացած բաներ են դառել։ Եկեք հայտարարեք այդ մասին, ազգային ժողով ունեք, չգիտեմ անունները չեմ ուզում տալ, ինչեր ունեք, ղեկավարներ, հավաքվեք իրանց հետ, որոշեք, ձեր երկիրը համարեք մուսուլման երկիր, չգիտեմ ինչ երկիր, հեթանոս, չգիտեմ ինչ չի, կուզեք աղանդավոր, ինչ ուզում եք համարեք, ասեք Հայաստանյաց եկեղեցին մեզ պետք չի։ Նրանք էլ ովքեր հավատարիմ կմնան, թող մնան մի փոքր հալածական խումբ այս երկրի մեջ, ոնց որ Ղպտիները Եգիպտոսում են։ Իրանց երկրի մեջ իրանց ճնշում են, իրանց տանջում են, իրանց սպանում են, իրանց կոտորում են։ Այս խոսքը իմ սրտից էր, իմ սրտի ցավն է, ուղղված ինձ առաջի հերթին, բայց ուզում եմ որ ձեզ էլ հասնի տեղ այս խոսքը, դուք էլ սրա մասին մտածեք։ Ամեն մեկը ձեր վրա, ձեր կյանքի վրա, ձեր մտքի վրա, ձեր հոգու վրա, ձեր հավատքի վրա պրոյեկտեք այս ամեն ինչը եւ տեսեք տակից ինչա դուրս գալիս։ Աստված թող մեզ բոլորի ողորմի գթա։ Աստված բոլորի պահապանի։